այս հակառուսականության գեներացվող ատելության ֆոնին ձեզ շարունակում են մեղադրել Հայաստանը Ռուսաստան-Բելարուս միութենական պետության կազմեցնելու մտադրության համար։ Կարող եք սպառիչ պատասխան տալ, հաշվի առնելով ձեր հայտարարությունները, որ այսօր էլ արդեն կրկնեցիք Ռուսաստանի մասով։ Ի վերջո, սուբյեկտայնության ինչ մակարդակ եք պատկերացնում Հայաստանի համար, եթե նորից իշխանությունը լինի ձեր ձեռքում, եւ ոնց եք պատասխանում այդ թեզերին։ Այն ինչ որ իրենք անում են մեկ նպատակով։ Իրենց գաղափարական մոտեցումների համար հիմքեր են ստեղծում, որովհետև իրենք տեսնում են, որ այնուամենայնիվ մեր ժողովրդի մեջ խորը նստած շատ պատկերացումներ կա եւ պատմական իրադարձությունների վերաբերյալ եւ մի շարք հարցերի շուրջ եւ փորձում են հենց տակից քայքայել այդ պատկերացումները։ Նպատակը սա է։ Թեման ես գիտեմ, որ ինձ փորձում են անընդհատ ինձ կապել միութենական պետության միանալու թեզը։ Եթե չեմ սխալվում, միութենական պետությունը ստեղծվել է 99 թվականին, իմ հիշելով։ Ես նախագահել եմ մինչև 2008 թվականը։ 9 տարի երբեք որևէ խոսակցություն իմ հետ Հայաստանին միավորելու միութենական պետություն չի եղել։ Ռուսաստանի նախագահի հետ։ Ոչ Ելցինի հետ ժամանակին որ ստացվել է, ոչ Պուտինի հետ։ Փորձերը չի եղել։ Ոչ էլ Լուկաշենկոն երբևէ խոսած։ Նույնիսկ մեծ հարցը, եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք մեզ հալա նախապայմաններ կդնեին, թե ոչ։ Ըստ տպավորությունը այնպեսին է, որ սենց կաղնած ասում են, թե երբ կկլանեն Հայաստան այդ միության մեջ։ Ես ձեզ անկեղծությամբ ասում եմ, երբևէ այդ խոսակցությունը իմ հետ չեն ունեցել։ Հիմա ընդհանրապես միութենական պետության մասին եւ ձեր ցանկությունների, որտեղ իրենց դեռ մի կողմ։ Այդ ես ուզում եմ ուղղակի այդ բանը, այդ ստերեոտիպը մենք ճիշտ հասկանանք, չկա այդպիսի բան։ Չի եղել ամենայն դեպս այն ժամանակ։ Հիմա ինչի են փորձում այդ միութենական պետության թեզը անընդհատ օգտագործել եւ հատկապես երբ խոսում են իմ մասին, իսկ իմ մասին վերջի ես մի երկու ամիսը ոնց որ մենակ իմ մասին ուրիշ հերոս չգիտեմ երևի այդ բանի հայտնի բանի սկեչից։ Նայեք, Լուկաշենկոն բավական երկար ժամանակ դեմոնիզացվել է արևմտյան լրատվամիջոցին, բավական երկար ժամանակ։ Եվ վերջում գումարվեց նաև այն հանգամանքը, որ Լուկաշենկոն գնաց Շուշի, եթե չեմ սխալվում, հարաբերությունները Իլհամ Ալիևի հետ եւ մեր մոտ բան է ստեղծվել, բավական բացասական վերաբերմունք է ստեղծվել Բելարուսի նախագահի նկատմամբ։ Եվ այդ բացասական վերաբերմունքը հիմա ասենց շահագործվում է 100%։ Դրա համար են միշտ անընդհատ այդ թեման շոշափում։ Իմ նախագահության ժամանակ եւ միջև իմ նախագահությունը երբեք Բելարուսը որևէ քայլ չի արել, որը կարող է մեր դժգոհությունը առաջացնել։ Հակառակը միշտ մեր կողքին կանգնացել։ Ես չգիտեմ ինչ պատահեց հետո։ Եվ սա երևի առանձին մի վերլուծության կամ ուսումնասիրության կարիք ունի, երբ փոխվեց եւ ինչու փոխվեց։ Հիմա սա է վիճակը։ Երբ խոսում ենք հարաբերությունների մասին, նայեք, Բելարուսը որևէ դերակատարություն չի կարող ունենալ այս տարածաշրջանում։ Չունի ոչ այդ պոտենցիալը, ոչ այդ ցանկությունը, ոչ այլ հետաքրքրություն։ Դրա համար Ռուսաստանի հետ հարաբերությունները անպայման ցեն շուռ տալ, բերել, կապել միութենական պետության հետ, ուղղակի մանիպուլյատիվ չոր բաներ, քայլեր, փորձում են դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։ Ուրիշ բացատրություն ստե չկա։ Ու ասում անպայման պետք է որևէ խնդիր չկա եւ կրկնում եմ։ Այդպես չի որ իրենց մոտ այդ ցանկությունը կա, որ Հայաստանը մտնի այդ։ Պետք է Ռուսաստանը հետ խորացնել այդ հարաբերությունները։ Պետք է գոնե վերականգնել այն ինչ եղել է։ Վստահություն ունենալ փոխադարձ։ Ու չմտածեն, որ հերթական անգամ ամեն քալափոխին քեզ գցելու է։ Մեծ պետությունների հետ չի կարելի այդպես վարվել։ Չի կա։ Թեզերից մեկին չանդրադառնալ։ Պատկերացրեք Էստոնիայից խոսած։
Էստոնիան հանկարծ ինչ որ քայլեր անի, որոնք ամերիկացիներին դուր չի գալու կամ բրիտանացուց։ Կանի երբեք չեն անի, որտեղ հասկանում են, որ սա ուղղակի ազդեցություն կունենա իրենց անվտանգային հարցեր։ Նայեք, հետո միութենական պետությունը ասենց բոբոս արկելու կոնտեքստի մեջ նաև հետևալն էին ասում, չէ, որ համեր ինքնիշխանության կորուստ եւ այլն։ Հիմա համատեք միութենական պետության ինքնիշխանության կորուստը, այսպես ասենք, եւ Եվրոմիության համացան եզրեր չկա։ Եվրոմիությունը ունի Եվրոհազնաժողովի նախագահ 27 կոմիսար ամեն պետությունից մի։ Ամեն մեկը մի ուղղություն է։ Ըստ էության մի մարմին է, որը հնարավորություն ունի նույնիսկ պատժելու, տուգանելու, ինչ որ բաներ պարտադրելու, կա Եվրոխորհրդարան, որոնք ուղղակի քվեարկությամբ են ընտրվում։ Ոչ թե խորհրդարանների падգամավորները հավաքում են, ուղղակի քվեարկությամբ են ընդունում եւ որոշակի լիազորություններ են։ Հիմա դա երկրագնդի վրա ամենից մեծ ինքնիշխանության կորուստի մոդելն Եվրոմիությունը։ Միութենական պետությունում այդպիսի բաներ չկա, ինչ որ մի երկու-երեք կառույց կա, որ ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում։ Երկու նախագահներ իրար հետ պայմանավորում են գործ առաջ։ Հիմա սովերենության կորուստը, այդ ինքնիշխանության կորուստը որտեղ ավելի շատ։ Եթե ձեզ համար երակա խնդիրը ինքնիշխանությունն է, Եվրոմիությունից ինչքան հեռու մնաս, ինքն դա։ Բայց այդ միությունը, ասես կամավոր միություն է, մարդիկ շահերը հաշվել են, տեսել են, որ այսպես ապրել ավելի հետաքրքիր է, ավելի արդյունավետ է, այդպես են ապրել։ Վերջերս մի բան լսեցի, մեկը ասում է, բան ինքնիշխան փափաղող Մոսկվա գնաց։ Ոնց հետաքրքիր նախադասություն էր։ Ինքնիշխան փափաղը, իսկապես ինքնիշխան կոստյումի վրա։ Իշխող քաղաքական վերնախավի հայտարարություններից կարելի է դուրս բերել այդ թեզը, որ ավելի շատ ռուսներն են սադրում ատելություն թուրքերի նկատմամբ, քան պատճառներ կան իրականում պատմականորեն։ Մենք այդքան խելք չունենք ինքներս հասկանանք, թե մեր հետ ինչ է պատահել եւ Ռուսաստանը մեզ պիտի ինչ-որ ատելություն։ Դուք որտեղ եք դա նկատում։ Որ սովետի ժամանակ համալիրն է կառուցել ցեղասպանության։ Մենք երբ է կառուցել։ Կառուցվել։ Դա այդ իրականում է սա եւ անլուրջ եմ համարում եւ առաջերտին անհարգալից վերաբերմունք հենց հայ ժողովրդի նկատմամբ։